Ինչ տրամադրվածությամբ եք մտածել, որ սրտով եք մտածել։ Խառը։ Սուրճը չեք հասցրել ամեն դեպքում։ Չէ, չեմ հասցրել խմելով Եվ քաղաքացիներին ինչ եք խոստանում։ Ամենակարևորն ու առաջնայինը խոստանում ենք չնահանջել, հետ չկանգնել մեր պայքարից, այնինչով զբաղվում ենք արդեն երկար տարիներ, չնայած բոլոր ճնշումներին, հալածանքներին եւ մնացած այն ամենին, ինչ տարիներ շարունակ տեսել ենք, ես իմ մասով առաջին հերթին խոստանում եմ հետ չկանգնել այս ամեն ինչից, չընկրկել, տեղի չտալ, սա է, ու համոզմունք ունեմ մեր թիմի մասով առավել ևս, որ նույնպես նույն տրամադրվածությունն է։ Պարոն Քոչարյան, իսկ տեղեկություն ունեք ի վերջո ով է գալու Անդրանիկ նիստին մասնակցելու հոգևորական դասից։ Չունեմ տեղեկություն։ Իսկ Վեհափար Հայրապետի հետ հանդիպել եք, խոսել եք իդեպ մեկնաբանություններում ուղիղ եթերի մեր գրում էին, որ ընդդիմադիրները պետք է գնան Մայրաթոր, Վեհափարի օրհնությունը ստանան եւ նոր գան մտնեն ազգային ժողով, քանի որ կարծում են, որ իշխանությունը իրենց հաճո հոգևորականներին է։ Ինքս կարևոր եմ համարում դա ու հույս ունեմ, որ այդ հնարավորությունը կընձեռնի, իհարկե մինչև նիստը դա չստացվեց, բայց չեմ կարծում որ շատ էսպես սկզբունքային է մինչև տեղը։ Իսկ հավաքական ընդդիմության աշխատանքը երբ նկատելի կդառնա եւ արդյոք նպատակը, որի մասին 8 տարուց ավելի խոսում է ընդդիմությունը, այն է իշխանափոխություն, այս անգամ կիրագործվի։ Տեսեք, աշխատանքը ես հույս ունեմ, որ ամեն օրով պետք է երևա, բայց եթե մենք խոսում ենք մեր վերջնական ու հիմնական նպատակից, սա շատ տարբեր գործոններից է կախված, թե մեզնից, մեր լավ աշխատանքից, թե շատ այլ գործոններից, որը միշտ չի, որ մեզնից է կախված լինում, բայց իհարկե մենք շատ բան ենք անելու, այս պատասխանատվությամբ ենք նաև այսօր գալիս այստեղ եւ ամեն օր գալուց թե այստեղ թե խորհրդարանից դուրս այս առաքելությունով պետք է առաջ Բայց ի՞նչն է այս անգամ այլ անելու, տարբեր անելու, որ չստացվի, որ շարունակ նույն օրակարգի շուրջ տարիներ շարունակ ժամանակ է մսխում։ Գիտեք, հենց տարբեր պետք է անենք նաև անընդհատ ոչ միայն այս դեպքում, սեփական սխալները իսկապես վերլուծելով։ Գիտեք, կան տեղեր, երբ որ ես շատ լավ հասկանում եմ մեր ընդդիմադիր տրամադրված զանգվածին, ովքեր մեզնից պահանջ են ներկայացնում, պահանջ ունեն։ Սա շատ բնական է եւ ընդունելի է։ Ուղղակի ամեն տեղ չէ, որ այն ինչ իրենք համարում են հնարավոր, իսկապես հնարավոր է լինում եւ մենք թող ոչ ոք չկասկածի, երբ որ տեսնենք այդ հնարավորությունը ավելի արագ հարցին լուծում տալու, երբեք դրանից չեն կանգնի եւ կարծում եմ փորձել ենք ու այդ փորձը շատերն են տեսել։ Այնպես որ ինչքան շուտ, այնքան լավ, մնացածը կախված է շատ տարբեր գործոններից եւ հանգամանքներից։ Եվ գիտեմ, որ ուշանում եք, բայց մի ճշգրտում էլ հաշվի առնելով, որ տարբեր ակցիաների, դրվագների ցես տեսել ենք առաջնագծում, այդ թվում Մայրաթոր Էջմիածնում, երբ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները որոշել էին հոգևորականների այսպես կարգի հրավիրել, բարենորոգել իշխանությունների թեթև ձեռքով։ Հիմա տեսնում ենք, որ օգոստոսի 7-ին Վեհափարի եւ 6 բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստ է լինելու։ Ընդդիմությունը պատրաստ է դիմակայել ՔՊ-ի արձանագրած օրակարգին, քաղաքական ծրագրում տեղ գտած բարենորոգչական այսպես կոչված շարժմանը։ Միանշանակ, սա նաև մեր առաջնահերթությունն է եղել, ինչպես իրավացիորեն հիշեցիք, ես ինքս եմ մասնակցել այդ ամենին եւ հետագայում եւս պատրաստ եմ մասնակցել, սա ոչ թե ինչ որ մեկին լավություն անել է, այլ սա կարծում բոլորիս իսկապես պարտք պետք է լինի, որովհետեւ հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա ու դեմ կատարվող այս ամեն ինչը ուղղակի ոչ մի նորմալ տրամաբանող հայի մտքում չի կարող ինձ թվում է նորմալ համարվել։ Շատ լավ, ձեր բարի աշխատանք։